Իսկ մենք տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեն եւ իհարկե նրան շնորհավորենք մասնագիտական տոնի արդիվ, որովհետեւ իր առաջին մասնագիտությամբ նա պարուհի է։ Բարի լույս, սիրելի Ադրին։ Բարի լույս, սիրելիներս, շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ես էլ միանում եմ այս գեղեցիկ շնորհավորանքներին։ Բարի լույս մաղթելով մեր թանկագին ամենացանկալի մարդկանց, մեր սիրելի հեռուստադիտողին ողջունում եմ, ասում եմ միացեք մեզ եւ իհարկե իսկապես շնորհավոր լինի բոլոր այն տքնաջան աշխատանքը կարևորող եւ կատարող մարդկանց, պարողներին, արտիստներին, բեմի այն հրաշքները գործող մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում գեղեցկացնեն մեր ընդհանրապես միջավայրը եւ այն գեղեցիկ ներկայացումները, բեմադրությունները, որ նրանք կատարում են։ Ես բոլոր իմ ընկերներին, ամբողջ անձնակազմին, թե ուսանողական տարիների եւ թե դպրոցական տարիների, այն դպրոցը, որտեղ սովորում են շատ մարդիկ, ովքեր շատ սերտորեն կապված են միմյանց հետ, պարարվեստի աշխարհին շնորհավորում են, հատկապես իմ ընկերներին, բոլորին շնորհավոր։ Եվ իհարկե անցնելով առաջ ասեմ, որ այսօր պատրաստելու ենք մի տեսակ տոնական սեղան։ Ինչ ենք անելու։ Ես բազմապիսի մթերքներ եմ պատրաստել, այստեղ ունենք հավկիտ, ունենք երշիկեղեն, հաց եմ իհարկե դեռ այն տոպրակից չեմ հանել, որպեսզի թարմ մնա, մինչև վերջ այսպես չչորանա, մեզ պետք է գալու դեռ։ Մի խոսքով մի հետաքրքիր ձևավորում ենք անելու, այսպես ասած պանրային երշիկային մսամթերքի հետ կապված ինչ որ հետաքրքիր ձևավորում ենք անելու։ Սա չեմ կարող ասել նախաճաշի տարբերակ է, չեմ կարող ասել ընթրիքի տարբերակ է, պարզապես գեղեցիկ ձևավորում, որը յուրաքանչյուր ժամին, օրվա յուրաքանչյուր ժամին, այսպես տրամադրություն կբարձրացնի եւ իհարկե շատ հաճելի կլինի սեղանին տեսնել այսպիսի գեղեցիկ հավաքածու։ Սովորաբար հիմա շատ մոդայիկ է ասել պանրային սեթ, մսամթերքի հետ այսպես բազում բանջարեղեն համադրելով այդպիսի սեթ այսինքն հավաքածու։ Եվ այսօր կփորձենք իրականացնել դա։ Իհարկե մեկ անգամ եւս ես այդպիսի գեղեցիկ պատրաստություն տեսել եմ, եթե հիշում եք, եթե ոչ, ապա այսօր միասին էլի կփորձենք պատրաստել այն։ Հիմա մեզ պետք է նաև հավկիտ խաշել։ Իմիջիալոց ուզում եմ նշել սիրելիներս։ Ուրեմն մեր զատկական տոնը դեռ շարունակում է, չենք մոռանում դրա մասին։ Դեռ մինչ համբարձման տոնը մենք զատկական շրջանում ենք։ Այսինքն յուրաքանչյուր օր արթնանալով կարող ենք միմյանց մաղթենք Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ բոլորիս մեծ ավետիս։ Այսինքն այս խոսքերը 40 օր անընդհատ կարող ենք մենք ձոնել միմյանց։ Մինչ համբարձում այսինքն ճրագալույցից եւ զահարության տոնից սկսած այս օրերը մենք զատկական շրջանում ենք եւ յուրաքանչյուր օր նույնիսկ կարող ենք հավկիտներ ներկել եւ այդ խաղերը շարունակել եւ ես այսօր ճիշտ է չենք ներկի այն ինչ որ գունային հավելում չենք անի բայց կխաշենք պարզապես կխաշենք եւ կավելացնենք մեր այս հավաքածուի մեջ Ինձ երևի թե մի 4 հավկիտ բավարար է եփելու համար, որպեսզի մեր սեթը գեղեցկացնենք եւ բնականաբար համեն խսնվենք։ Ահա։ Սա այսպես թողնենք մի կողմի վրա։ Սիրելիներս, ես այստեղ ունեմ շերտավոր խմոր։ Շերտավոր խմորով մենք հետաքրքիր ուրեմն հացիկ կպատրաստենք էլի, հացիկի տարբերակ։ Մի փոքր որպիսի հետաքրքրություն մտցնենք այս հավաքածուի մեջ, մեզ պետք կլինի այսպիսի հավելումներ անել։ Հիմա շատ հեշտ տարբերակ եմ առաջարկելու, նկատի ունեցեք։ Ես պատրաստեմ նաև թավան։ Ահա, փորձեմ տեղավորվել ինչ-որ կերպ։ Յուղաթուղթ, իհարկե հուսով եմ չենք այրվի այստեղ, մի փոքր կրակը կիչեցնեմ, ահա, այսպես,
Սա դնում եմ մի կողմի վրա, որպեսզի սիրելիներս տեսանելի լինի, թե ես ինչ եմ անելու հիմա։ Խնդրեմ։ Ահա, ես վերցրել եմ արդեն իսկ պատրաստի տարբերակը շերտավոր խմորի քառակուսիներով, կտորներով, այսինքն պատրաստի, ոչ թե ամբողջական խմորը բացենք, իհարկե կարող եք այդպես էլ անել, բայց ես նախընտրում եմ ամենահեշտ տարբերակները։ Ուրեմն ինչ ենք անում։ Այս անկյունից այսպես ոլորելով, ահա այսպես ոլորելով, փաթաթում ենք եւ ստանում ենք այսպիսի գեղեցիկ ձև։ Եվ այն տեղադրում ենք մեր բնականաբար այս յուղաթղթի վրա։ Ահա, շարունակում ենք, նորից նույն գործողությունը, այսպես, ահա, ստացանք այսպիսի գեղեցիկ տեսք։ Այսպես ինչ է արվելու, մինչև ինքը վերջնականում եւ այսինքն հիմա process-ը գնում է հենց այս խմորի հետ։ Գնում է, բայց ես հիմա դեռ բան պիտի ասեմ։ Դե, դեռ բան ինչ կա, ասա եւ անցնենք դաթարի, այո, ես գիտեմ հենց հիմա դաթար է, մենք հենց հիմա մի հավկիտ, օրինակ ինչու ես կանգնած, սիրելիս Սուրեջան, դու հավկիթը Դու մենակ ինչ անեմ? Հավկիթը հարես, խնդրեմ։ Հավկիթը հարեմ, հետո պիտի ինչ անենք այդ Եվ այդ հավկիթը պետք է մենք տրորենք մեր այս խմորիկների վրա եւ իհարկե քունջուտ վրանց անենք ու տեղափոխենք ջեռոց։ Դե որ եկել ես, պիտի գործ անես։ Պիտի գործ անես, սիրելիս։ Դու մենակ ասա, ես փոքր եմ։ Ես էլ քունջուտը վերցնեմ։ Ահա, հարեցի։ Հիմա ինչ ենք անում։ Ապրես, Հիմա տրորում ենք այն խմորիկների վրա, ապրես, այսենց օգնող ձեռքը շատ պետք է։ Սիրելիներս տրորում ենք այս խմորիկների վրա։ Եվ ուղարկում։ Եվ դեռ չենք ուղարկում։ Տականալու։ Ջերմացնում նրան։ Վրան լցնում ենք քունջուտ։ Այո։ Կարող եք սև քունջութը եւս էստեղ ներառել, շատ գեղեցիկ կլինի։ Ահա, այսպիսի տեսք հաստատ ուզում եմ հեռուստադիտողը տեսնի, հուսով ենք հասկացան ինչի մասին է խոսքը եւ այսպես տեղափոխելու ենք ջեռոց։ Ահա, երևի թե այս պահին այսքանը, եթե Դե կարող ենք ունենալ արդեն դաթար։ Այո, դաթար։ Կարճ դաթար, հետո կվերադառնանք։ Այո, մեր հեռուստադիտողին ասեմ, որ այսօր շատ հետաքրքիր սեթ ենք հավաքելու մի գեղեցիկ այսպիսի փայտի վրա, որը շատ հիմա շատ մոդայիկ է եւ ես այսօր առաջարկելու եմ այդ հետաքրքիր տարբերակը։ Սիրելիներս, ողջունում եմ եւս մեկ անգամ եւ ասում եմ՝ միացեք մեզ, մնացեք մեզ հետ։ Ես շատ ուրախ եմ, որ դեռ չհասցրեցի ամբողջովին ավարտել այս խմորի հետ նախապատրաստումը եւ դուք եւս մեկ անգամ կտեսնեք, թե սա ինչպես է կատարվում։ Իհարկե ես նշեցի, որ քառակուսի կտորներով ես խմոր եմ ձեռք բերել, այն վաճառվում է խանութում, շատ այսպես մաչելի լավ տարբերակ է եւ այն հիմա ոլորելով այսպես ուրեմն կոլորենք, կտեղադրենք թավայի մեջ եւ վրան հավկիթ կգցենք ու քունջուտ կլցնենք։ Ահա, տեսեք թե ինչպես ենք անում, մի ծայրից մինչև հաջորդ ծայրը այսպես ոլորելով գնում ենք Այսպես, ահա, ստանում ենք այսպիսի տեսք, շատ գեղեցիկ է լինում եւ շատ հետաքրքիր եւ շատ հեշտ, ամենակարևորը շատ հեշտ է։ Եվս մեկ խմոր այդպես անենք, այսպես ոլորելով գնացինք մինչեւ վերջ։ Ահա, խնդրեմ, հիմա այստեղ տրորում ենք մեր հարած հավկիթը, Սուրենը օգնեց այն հարեցինք, խնդրեմ, Բոլոր խմորիկների վրա հավկիթ ենք տրորում, որպեսզի կարմրաթուշիկ լինեն եւ իհարկե քունջութը այսպես կպչի խմորի վրա եւ շատ գեղեցիկ լինի։ Խնդրեմ, քունջութ ցանենք։ Ինչպես նշեցի, այստեղ սև քունջութն էլ շատ տեղին կլիներ։ Ես հիմա ձեռքի տակ չունեի, բայց եթե ձեռք բերեք անպայման սև քունջութով էլ զարդարեք, շատ գեղեցիկ կլինի։ Այսպես սիրելիներս, խմորիկները պատրաստ են։ Ընդամենը 10-12 րոպե կտևի, այն կեփվի, շատ արագ է լինելու ամեն բան։ Ահա, տեղափոխեմ ջեռոց։
Ջեռոցը ինչպես միշտ 180 աստիճան, իհարկե դուք ձեր ջեռոցի ջերմաստիճանը շատ լավ իմանալով արդեն գիտեք, որ աստիճանի տակ եփեք, ես անցնեմ առաջ եւ ասեմ ինչ ենք անելու այս պահին։ Այստեղ տեսնում եք երշիկի կտորներ ունենք, այս երշիկը ուզում եմ գեղեցիկ ձևավորել։ Հիմա մեզ մի բաժակ է պետք։ Թեկուզ այսպիսի բաժակ սիրելիներս։ Ինչ ենք անում, երշիկի շերտերը այսպես ուրեմն տեղադրում ենք եզրերին բաժակի, որպեսզի ստանանք ծաղիկի տեսք։ Ահա, այսպես հերթականությամբ գնում ենք։ Շատ հետաքրքիր ձև է, բայց շատ տարածված է, շատ մոդայիկ է այն, եւ այդ հավաքածուների մեջ երշիկը այսպես մատուցել շատ գեղեցիկ է լինում։ Ահա, խնդրեմ, այսպես հերթով գնում ենք։ Տեսնենք, թե վերջում ինչ կստացվի։ Ահա, որքան տեղավորվի, ես այն կտեղադրեմ։ Այսպես։ Ահա, տեսնենք, թե ինչ է լինելու հիմա։ Ես այն կշրջեմ, ահա, բաժակը շրջում ենք։ Ահա, եւ իհարկե հանում ենք։ Տեսեք, թե ինչպիսի տեսք է այն ստանում։ Ահա, ծաղիկի տեսք է ստանում։ Եվ բարու շորի։ Այո։ Ողջույն։ Ողջույն սիրելիս, ողջույն։ Ստեղծագործություններ ես այստեղ անում։ Այո, այսօր փորձելու եմ մի փոքր ստեղծագործել, ավելի շատ ստեղծագործել, քան որևիցե ուրեմն ուտեստի առաջարկ անել։ Այո, սա էլ դու ճիշտ նշեցիր։ Այսօր երևի թե ավելի շատ ստեղծագործական պահ է լինելու։ Օր է, այդպիսի օր է, այո, որովհետև գեղեցիկը ամեն դեպքում շատ կարևոր է յուրաքանչյուր գործի մեջ, յուրաքանչյուր ասպարեզում շատ կարևոր է։ Եվ ամենտեղ գնահատվում է։ Դա շատ կարևոր բան ասացիր եւ կարևոր է որ գնահատվի, թե ինչքանով է գնահատվում, անկեղծ ասած երբեմն թե այո, բայց ամեն դեպքում այո, հուսանք որ գեղեցիկ էսթետ մատուցման դեպքում ավելի ախորժակդ բացվում է, ավելի հաճիկով ես փորձում եւ նույնիսկ երբեմն կարելի է խաբել տեսքով, եթե ուտեստը մի փոքր համեղ չէ, եւ այո, տեսքը մատուցվում տարբեր ռեստորաններում եւ այլն, իհարկե այստեղի մասին չի խոսքը, այստեղ ամեն ինչ միշտ է շատ համեղ եւ շատ գեղեցիկ, այսպես ախորժակով քաշում ես, հետո հասկանում ես, որ չէ համա այնքան էլ այն չէ, բայց տեսքը 10-ից 10 է։ Այո, շատ լավ, թող այդպես լինի, ես ուրախ եմ, որ կարողանում ենք նաև մեր հեռուստադիտողին մատուցել գեղեցիկը, երբեմն հուշումներ անել պարզապես, որ կարելի է նաև այսպես մատուցել, չնայած ես այս մասին մշտապես կրկնում եմ եւ ավելի համոզված այս պահին էլ ասեմ, որ մեր հայ կանայք շատ տաղանդավոր են եւ էսթետիկայի մեջ ինչ որ անում են շատ գեղեցիկ են անում եւ թե համի մասին խոսք չկա, ես այո, շատ համեղ ձեռք շատ ես ծանոթ անծանոթ ում մոտ հյուր եմ եղել, եթե հյուրասիրության եմ եղել, անհնարին է որ հաճույք ստացած չլինեմ այդ համեղություններից։ Մեր հայ կանայք ուղղակի ֆենոմեն են խոհանոցում, ընդհանրապես ամեն ինչում եւ խոհանոցում առավել։ Այնպես որ այսպես ասած, այստեղից մենք իրենց բան չունենք սովորեցնելու, պարզապես մի փոքր հուշումներ ենք անում, այո։ Այսօր այս ամբողջը լինելու է այսպես շքեղագույն փորձելու ենք։ Այո, փորձելու ենք այսօր այսպես անել, քանի որ քիչ առաջ նշեցի, դեռ տոնական օրերը շարունակում են եւ տոնական սեղանները այսպես կարող են մշտապես ուղեկցել մեզ, այսօր էլ որոշեցի էլի այսպիսի գեղեցիկ տոնական մի փոքր զամբյուղ ասեմ, թե հյուրասիրություն ասեմ, պատրաստենք եւ մեր հեռուստադիտողին հուշենք, որ բնականաբար շաբաթվա ընթացքում հարմար չի լինում աշխատանքի հետ կապված, բայց շաբաթվա վերջում արդեն հանգստյան օրերին ուրբաթ երեկոյան արդեն կարելի է ծրագրել, արդեն այս սեթը պատրաստել եւ իհարկե վայելել սիրելի մարդկանց հետ։ Եվ ինչպես դու նշեցիր, որ զատիկը ընտանեկան տոն է։ Այո։ Ամենաընտանեկան տոնն է, այս գեղեցկությունը, համեղությունը ընտանիքի անդամների հետ վայելելը ամենամեծ տոնն է։ Այսպես։ Ինչ ունենք անելու։ Ինչ ունենք անելու։ Ես նշեմ, Սոն ջան, այստեղ հացիկներ ունենք, ես տոպրակից դեռ չեմ հանել, որպեսզի չչորանա։ Այստեղ օգտագործելու եմ ինչ։ Մենք ունենք պահածո,
մեզ առաջարկում է Իջևանի գին ու պահածոների գործարանը խավիար ունեն։ Ահա։ Ես այս խավիարը կտրորեմ ամենահասարակ պարզ բաներն ենք անելու այսօր։ Կտրորենք հացիկների վրա։ Այո, շատ համեղ է, տնականից չի տարբեր։ Իդեպ քանի որ ժամանակակից աշխարհում բոլորիս ժամանակը չի բավականացնում, իդեալական տարբերակ է նախաճաշի համար վերցնել սիրելի հացը, սև հացի տարբերակը, եւ ես սիրում եմ հենց այն, որը որ դու ընտրել ես, երբ որ չեմ քունջութ է վրա լինում կամ այսպես ինչ-որ սրանք ուրեմն այն խլոպյա ռուսերեն ասած խլոպյա հատիկներն են, որը մենք կաթի հետ շատ օգտագործում ենք, ցանում են այս դիետիկ, չգիտեմ իրականում դիետիկ է կոչում, այո, դիետիկ հացեր, որպեսզի շատ ավելի սննդարար կլինի, թե այլ բան, քունջութ եւ այլն, հացի վրա երբ որ կան այդպես չգիտեմ, տարբեր մանր ավելի վրանց համված ինչ-որ բաներ, շատ համեղ է ստացվում, այնպես որ հացի վրա ուղղակի խավիարը շատ անցկացնում ենք եւ նախաճաշի հիանալի տարբերակ է ստացվում։ Շատ համեղ է, այո, խորհուրդ եմ տալիս ձեռք բերել, գոնե մեկ անգամ ձեռք բերեք, փորձեք, որ համոզվեք, որքան համեղ է, եւ հացի հետ այս հրաշք, ուրեմն, չգիտեմ, սա սոուսը կարելի է անվանել, թե ինչ, նախուտեստի տարբերակ է, էլի ամեն դեպքում, շատ համեղ կլինի եւ մենք կներառենք այս։ Սիրելի հնչյունային ռեժիսորը Վահեն թարգմանեց փաթիլներ։ Հիշեցիր։ Փաթիլներ այն տարբերակ կա, հիմա չեմ մտաբերում, բայց բոլորը ավելի շատ խլոպյա են օգտագործում, դա կիրառական է մեր առօրյայում, այնպես որ եթե նույնիսկ փաթիլներ ավելի հաճախ ասենք, գուցե դառնա կիրառական, բայց այս բան դժվար փաթիլներով տեղը բերենք ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի փաթիլներ, ես ռուսերենից խլոպյան գիտենք, բայց հայերենում ես հենց այս պահին մոռացել եմ անվանումը, բայց կհիշեմ, հեսա ամեն ինչ տեղը կընկնի ժողովուրդը, մեզ հետ։ Առաջարկում եմ այդ ընթացքում ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այսօր իմ առաջարկը ինչ որ առումով ստեղծագործ է, այո, հետաքրքիր է։ Այսօր պարզապես որոշել եմ, որ կարելի է մի գեղեցիկ հավաքածու պատրաստել պանրից, երշիկից, մրգերից, բանջարեղենից, հետաքրքիր մի հավաքածու, որը կարծում եմ շաբաթվա ընթացքում եթե չհասցնեք, գոնե մոտակա օրերին, հանգստյան օրերին հաստատ այն պետք կգա, որպեսզի ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի անդամների հետ վայելեք գեղեցիկ, այսպեսի տոնական սեղան։ Եվ ինչ էր իմ առաջարկը, եթե հիշում եք, մենք շերտավոր խմորով պատրաստեցինք ռոլեր, փոքրիկ այսպիսի, այն փաթաթելով վրանքսեցինք հավկիթ եւ քունջուտ ցանեցինք, տեղափոխեցինք ջերոց, ահա այսպիսի գեղեցիկ հացիկներ ստացանք։ Ես մի փոքր արդեն շտապել եմ հավաքել այն տախտակը, որի վրա իհարկե պետք է մատուցենք մեր գեղեցիկ հավաքածուն, ահա այսպիսինն է նա, այսպիսի մեծ տախտակ է անհրաժեշտ, եթե չունեք, սիրելիներս, մի բան էլ ասեմ, առաջարկեմ, եթե այնպես ստացվի, որ տանը չլինի այսպիսի մեծ տախտակ, կարող եք շատ մեծ գեղեցիկ ափսեի մեջ այն հավաքել, կարող եք պարզապես յուղաթուղթը, այսպես մեր լեզվով ասած տնական լեզվով ճմրթել, այսպես եւ բացել, փռել սեղանի վրա եւ յուղաթղթի վրա հավաքել այդ գեղեցկությունը։ Այնպես որ չանկար չխառնվեք իրար, եթե հասկանաք, որ սա պետք է պատրաստել, բայց համապատասխան աման չունենք, ապա կարելի է այդ յուղաթղթով իրագործել այս գեղեցկությունը։ Եվ հիմա շարունակելով ասեմ, թե ինչ ենք անում։ Ահա։ Ես հայացք դեպի ինձ էի էսենց թեքել տախտակը, որպեսզի տեսնեմ վիզուալ Արջևից ինչպիսի տեսք ունենա եւ հիմա տեղափոխեցի այսպես, որպեսզի հեռուստադիտողը տեսնի։ Շարունակենք աշխատանքը, ինչ ենք անում հիմա։ Ես պատկերացնում եմ, վերջում ինչ գեղեցիկ է լինելու, որովհետեւ այստեղ դետալները որ տեսնում եմ։ Իդեպ չգիտեմ, այսինքն հեռուստադիտողին թե ոչ, որ մենք հիշեցինք Վարսակի փաթիլների։ Այ, չենք ասել, ասա, կխնդրեմ, որ ասես դու դրա մասին։ Խլոպյան հայերեն Վարսակի փաթիլներ, սիրելի հեռուստադիտողներ, եւ անմիջապես հիշեցինք, երբ դադար եղավ։ Այո, անմիջապես, այո։ Դա այդպես Որպեսզի մենք հիշենք աշխատում, այո։ Ահա, երշիկն էլ տեղադրեցինք, ահա, այսպես։ Հիմա հավկիթները կտրենք եւ փորձենք տեղադրել։ Ես այստեղ
վարսակի փաթիլներով հացիկներից ունենք այստեղ եւ կարող ես այս մի քանի հատիկ այս հատվածում տեղադրել։ Խավիարը միջուկ որպես անցկացրել ես։ Սա էլ կարող ես այո դնես վրան եւ մյուսը, որը այո խավիարով է, կարող ենք շարել հենց այս տարածքում։ Այսպես գեղեցիկ, ես էլ այս ընթացքում կկտրեմ խաշած հավկիթը։ Իսկ ես մեզ շատ սիրելի հեռուստադիտողներին կհիշեցնեմ, որ այս համեղագույն խավիարը մեզ առաջարկում է Իջևանի գինու գործարանը, որը բացի անմահական գինիներից, որը հայտնի է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, նաև պահածոների լայն տեսականի է ներկայացնում, ահա մի հատվածը, ընդամենը մի հատվածը եւ փոքր հատվածը հիմա տեսնում եք ձեր էկրաններին, նաև հյութերի մեծ տեսականի եւ այս ամբողջ արտադրանքը պատրաստում են Իջևանում բնակվող մեր հայրենակիցները, տատիկները եւ այդ իսկ պատճառով շատ տնական եւ շատ համեղ է Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող թե պահածոները եւ թե հյութերը։ Այո, հյութերը մենք վերջում անպայման այս սեթի, այս հավաքածուի հետ միասին նաև կմատուցենք համեղ հյութեր։ Ես կարծում եմ քո տախտակը փոքր է, այս կարծում ես։ Այո, եւ կպահեմ ես եւ Սուրենը կուտենք, մեկը ինձ, մեկը Սուրենին։ Շատ բարի, թող լինի այդպես։ Միևնույն է վերջում բոլորս այսպես պետք է վայելենք այս գեղեցկությունը։ Թող երկուսն էլ մնա կողքի վրա, այդի հարց չկա։ Եվ իհարկե, այստեղ ինչ ենք ավելացնում, մենք ունենք բազմապիսի խառը բաներ, այո, մրգեր, բանջարեղեններ եւ այլն եւ այլն։ Բայց Սոնա, կխնդրեմ դու ինձ փոխանցես նաեւ թթվասեր, շատ տեղին կլինի, ես կարծում եմ, որպեսզի այս օրինակ հացիկները, որը մենք պատրաստեցինք շերտավոր խմորից, այսպես թաթախենք թթվասերի մեջ եւ վայելենք։ Իսկ թթվասերը ես քեզ կփոխանցեմ Էլոլա ընկերության, որը բազմիցս նշում ենք եւ ոչինչ չենք չափազանցնում, բացառապես անարատ կաթից է պատրաստվում այս ընկերության կաթնամթերքը, նաեւ պանիրների լայն տեսականի ունի, որը դուք տեսնում եք հիմա մեր էկրաններին, կարող եք ձեռք բերել եւ վայելել, հատկապես երեխաների դեպքում կարող եք բացառապես նախընտրել միայն Էլոլա, որովհետեւ իսկապես անարատ կաթից է պատրաստվում եւ այս ամբողջ բարիքներն էլ Սյունյաց աշխարհից են մեզ հասնում։ Այո, դու շատ ճիշտ ներկայացրեցիր ամեն բան։ Հիմա մենք այս գեղեցիկ ամանիկի մեջ կլցնենք նաև այո թթվասերը եւ կտեղադրենք հենց այստեղ։ Մեծ փոքր։ Երեք փոքրով ավելի հարմար կլինի, սիրելիս, շնորհակալ եմ քեզ։ Կարծում եմ ավելի հարմար կլինի։ Ընտիր։ Ես հաճույք եմ ստանում նույնիսկ լցնելու պահից, որովհետեւ մենք Էլոլայի շնորհիվ կարողանում ենք այս հաճույքը զգալ։ Ահա կտեղադրենք այս հատվածում, ահա փորձենք այստեղ տեղադրել այն, այսպես, սա դնենք մի կողմի վրա, եւ փորձենք հիմա ինչ որ հատվածներում տեղադրել նաեւ այս գունեղ գեղեցիկ լոլիկները եւ մրգերը։ Երևի խառը, չէ՞, խառը, անպայման խառը, որպեսզի այսպես էսթետիկ այդ գեղեցկությունը պահպանենք։ Այստեղ ունենք մրգերը եւս պետք է ավելացնենք։ Սիրելիներս, խույս չտաք, չմտածեք, եթե օրինակ որովհետեւ այլ միրգ է ձեր ձեռքի տակ, ընդհանրապես խնդիր չկա բանջարեղեն։ Այստեղ պղպեղներն էլ գունավոր շատ հետաքրքիր կլինեն, չգիտեմ, ընկույզը շատ հետաքրքիր կլինի այնտեղ։ Ինչ ուզում եք։ Ասացիր ընկույզ մոռացա, որ մենք պետք է ընկույզ ձեռք բերեի, որովհետեւ շատ համահունչ է այս ամենի հետ ու մոռացել եմ, բայց ոչինչ, որևիցե հարց չկա։ Դա էլ կթողնենք հաջորդ անգամ։ Դες ես եմ կարողանում օգտակար լինել խոհանոցում։ Հիշեցումներ ես եմ անում մեկ-մեկ։ Դու շատ ճիշտ ես անում, որովհետեւ այո, լավ ես անում, ցավոտ անուշ լինի։ Շատ անուշ լինի։ Տոնց նոր եմ սկսել սիրել։ Չէի սիրում, հա, այս ամենահամեղ միրգն է։ 1 տարի է ինչ սկսել եմ տանց սիրել, որովհետեւ իսկապես շատ համեղ է։ Շատ համեղ է եւ շատ իմիջայլոց օգտակար, այնպես որ տանց պետք է հաճախ օգտագործել, իհարկե։ Այստեղ մեկ լոլիկ ունենք։ Լոլիկը կարող ես այո, կարող ես ինչ որտեղ տեղադրել։ Ես նույնիսկ այս գեղեցիկ ելակը կարող եմ հենց այսպես թթվասերի վրա տեղադրել։ Էլի կարող ենք մրգեր ավելացնել, անպայման։
Այսպես, որպեսի ասում չէ, ստախտակը փոքր է քո ամբողջ այս բարիքների համար։ Դու ճիշտ ես, մի փոքր է, բայց ասում եմ, եթե հերոստադիտողը երկրորդ շերտը ոչ մի դեպքում դեմ չեմ, ոնց հաճելի է հենց այդպես էլ դասավորեք, սիրելիներս, եթե չկա համապատասխան տախտակը, եթե չկա համապատասխան մեծ աբսենտ, չնայած ես վստահ եմ, որ բոլորի տանը ինչ որ գոնե մեծ սկուտեղ կգտնվի, ուրեմն կարող եք յուղաթուղթը պարզապես այսպես տրորել, փռել սեղանի վրա ու այդ հաճույքը շարել յուղաթղթի վրա, այնպես որ հարց չկա։ Մի քանի բան կարող ենք այստեղ նաև լրացնել, այո, հետևի հատվածում, իհարկե տեղ ունեն։ Հետո կշրջենք։ Այո։ Այսպիսի գեղեցիկ բաներ, մենք կմատուցենք նաև հյութ այս հաճելի եւ գեղեցիկ սեթի հետ եւ կասենք, որ անպայման փորձեք շաբաթվա ընթացքում կամ հանգստյան օրերին այսպիսի գեղեցիկ մատուցում պատրաստել։ Իսկ կարող եք նաև Իջևանի գինի հետը առանձնացնել։ Ես մեծ հաճույքով, որովհետև ես կարծում եմ սպիտակ գինի, չգիտեմ ինչու ես հակված եմ սպիտակ գինու կամ ռոզե, ես մեծ հաճույքով այդ երկու տարբերակը օրինակ կհրամցնեի այս սեթի հետ, բայց այնպես չի, որ կարմիր գինին հարմար չի լինի։ Ճաշակի հարց է ընդհանրապես, բայց շատ համահունչ կլինի, հատկապես ուրբաթ երեկոյան։ Ընկերներով կհավաքվեք, այո, ընկերներով կհավաքվեք գինին, կբացեք սեթը, կպատրաստեք մի լավ ֆիլմ, այսպես կորոշեք երեկոն պակաս ուրբաթ երեկո, չէ՞, բայց որ կարևորը թե երբ կկազմակերպեք եւ թե ինչպիսի մարդկանց հետ ում հետ կկազմակերպեք, թե չէ օրը ընդհանրապես խնդիր չի։ Խնդիր չի, իհարկե խնդիր չի, բայց ես ուզում եմ նշել, որ այն ինչը որ տեղադրված է այս տախտակի վրա, սիրելիներս, շատ օգտակար, շատ մեր օրգանիզմին անհրաժեշտ մթերքներ են։ Իհարկե, երշիկեղենը երբեմն վախենում ենք, բացառում ենք, ասում ենք պետք չէ հաճախակի երշիկ օգտագործել, իհարկե պետք չէ։ Սա պարզապես այսպես մի փոքր չարաճճիություն է, բայց ունենք անտիր կաթնամթերք, ունենք պանրի տեսականի, ունենք հավկիտ, ունենք վիտամինների մի մեծ փունջ, մրգերը, սա ամենակարևորը, եւ իհարկե այս հացը, որը բարձակի ու փաթիլներով է, էլի շատ օգտակար, շատ կարևոր մթերք։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, ինչու ոչ օգտվել այս հնարավորությունից, երբեմն այդ սովորական ուտեստներից հեռանալ եւ այսպիսի բաներ մատուցել, այնպես որ չգիտեմ ինչ ասեմ, ձեզ բարի ախորժակ, փորձեք ինքներդ էլ պատրաստել եւ այլն։ Մի քիչ էլ խոսես, էլ չեմ կարողանա աշխատել, կմնամ այստեղ։ Դրա համար հիմա կարճատև դադար մեր եթերում, մենք այսօր դեռ հյուրեր ունենք դիմավորելու եւ շատ հետաքրքիր զրուցելու իրենց հետ, այնպես որ ապայման մնացեք առաջին ծրագրի հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել բարի օր, բարի արև, բարձր տրամադրություն։ Սիրելիներս, այսօր պատրաստեցինք այսպիսի հավաքածու։ Պանիր, երշիկ, հավկիտ, թթվասեր, հետաքրքիր այսպիսի մոտեցում ցուցաբերեցինք, որպեսզի մեր օրերը դարձնենք մի փոքր ավելի գունեղ, հետաքրքիր եւ բարձր տրամադրությամբ։ Սիրելիներս, պատրաստեք, հրամցրեք ձեր շատ սիրելի ընտանիքի անդամներին եւ փորձեք այս զատկական տոները չհեռանալ ավանդույթներից եւ այդ ընտանեկան ջերմությունը, այդ ընտանեկան մթնոլորտը պահպանել։ Մենք դեռ ժամանակ ունենք մինչ համբարձում մեր սիրելիներին հրամցնել այսպիսի լավ տրամադրություն։ Այստեղ ես ավելացրել եմ նաեւ կոմպոտներ մեր հարգելի գործընկերոջ կողմից Իջևանի գինու եւ իհարկե պահածոների գործարանի կողմից այս համեղ համադրությունը եւ այստեղ ունենք նաեւ նվեր Բելգիայից ստացած մեր հյուրերի կողմից այնպես որ վայելեք, փորձեք ապահովել բարձր տրամադրությունը եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։